Եթե հիմա Ալիևը նորից ասի Զանգեզուրի միջանցք, դա այլևս չի մտահոգելու մեզ հայկական կողմին։ Եթե թույլ կտակ, ես ամփոփեմ եւ ամբողջությամբ կիսելով գործընկերոջս խոսքերը, կան պաշտոնական ստորագրված փաստաթղթեր, որտեղ կան հստակ նշված անուններ, պայմանավորվածություններ։ Մենք ելնում ենք պաշտոնական փաստաթղթերից եւ պայմանավորվածություններից։ Մնացած բոլոր խոսույթները ուրեմն չեն կարող լեգիտիմ լինեն, եթե վերաբերելի են Հայաստանի Հանրապետության սուվերեն որևէ տարածքի, բայց արդեն մենք նշեցինք, որ երեկվա հանդիպումից հետո երկու երկրները նույն հաղորդագրություններ են տարածել եւ առ այն, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով անցնող ճանապարհը ուրեմն ունի TRIP անունը եւ որևէ մեկը ձեր կողմից հիշատակված անուններով չի խոսում Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ եւ չի կարող խոսել։ Հայաստանի Հանրապետությունն է որոշում իր սուվերեն տարածքում գտնվող տեղանունները, Ադրբեջանն էլ որոշում է իր սուվերեն տարածքում գտնվող ճանապարհների, քաղաքների, գյուղերի տեղանունները։ Իմ հարցը հետեւյալն է, եթե այս հայտարարությունից հետո Ալիևը կրկին օգտագործի Զանգեզուրի միջանցք ձևակերպումը, դա մեզ համար խնդրահարույց լինելու է, թե Ես խնդրում եմ, եթե ապա հարցադրումներին չենք պատասխանում, որովհետև հազարատ եթե կարող ենք հիմա մենք ասել։ Եթե, ապա եթե։ Մենք ելնում ենք իրավական երկկողմ փաստաթղթերից, որի տակ կա նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությունը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։